այս իրավիճակում արդյոք նման սցենար, որ Հայաստան դաշինքը կշարունակի պայմանների լեզվով խոսել։ Պարոն նախագահ, ամեն հարցազրույցից հետո ոչ միայն ԿՊ-ի քննադատության ենք ունկնդիր եւ ականատես լինում, այլև իրենց ընդդիմադիր, այսպես ասած, ներկայացնող շրջանակների մեկ հարցազրույցից հետո տասնյակ հարցազրույցներով փորձում են ձեզ պատասխանել, ինչու ձեզ։ Բայց դա վատ է։ Ես կարծում եմ ձեզ համար է դա լավ։ Թեմա է էլի, գրեք, լուսաբանեք, նորակալ։ Պարոն Սարգսյան, ի սկզբանե դատապարտված չի այս գործընթացը, պարոն Սարգսյան։ Բանը դատապարտված չի այդ գործընթացը, երբ 36 պատգամավորներ չկան, առնվազն 54-ը նույնպես։ Ինչպես եք պատկերացնում, պարզ մաթեմատիկական հաշվարկ է։ Գիտեք, ես ինչից եմ զարմանում, էլի, որ լրագրողը, որ այդ թեմայով հետաքրվում է, ինքը ուշադիր չի, հետևում տարբեր մարդկանց բացատրությունների։ Եթե օրինակ դուք երեք լսած ելնեիք Հայկի Մամիջանյան, այդ հարցը չէիք տա, 36-ը ինչ կապ ունի, մեզ 54 է պետք, 36 չի պետք։ 36 նախնական գործընթացը սկսել։ Ոչ, գործընթացը արդեն սկսված է, վաղուց սկսված է։ 36 պատգամավոր դրել եք ստորագրությունը, պարոն Սարգսյան։ Լսեք, ես ձեզ ասում եմ, գնացեք թեման ուսումնասիրեք։ Ես ուսումնասիրել եմ, Դուք չեք ուսումնասիրել, որովհետև գործընթացը սկսվում է, երբ ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Գործընթացը այդ ժամանակ է սկսում, 36-ը Բայց լավ։ նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է, պարոն նախագահպետ։ Բայց մենք ասեցինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը։ Իսկ փողոցային պայքարը երբ եք նախատեսում մեկնարկել։ Պարոն Շարմազանովը հայտարարեց, որ կաղը չէ։